Արդեն մի քանի տարի շարունակ գարունը Երևանում նշանավորվում է քանդած տեղ-տեղ քերած ասֆալտով, դրա պատճառով առաջացած խցանումներով ու վարորդների դժգոհությամբ։ Շաբաթներ առաջ քաղաքապետարանը կրկին փողոցներ դուրս բերեց շինտեխնիկան ու սկսվեց նույն պատմությունը։ Կենտրոնական ու նաև ծայրամասային հատվածներում քանդված ասֆալտն անհարմարություն է ստեղծել երևանցիների համար։ Ամեն ընտրությունից հետո միշտ սենց մի բան անում են։ Մեքենան վնասվում է, Բա իհարկե, ինչ որ շարավոճագայա պետք վրաս ծախել անում են, էլի։ Ամեն տարի ռեմոնտի մեջ ենք։ Նույն փողոցը, նույն փողոցները, մեր քաղաքը։ Ոչ մի տեղով չեն կարմանցնել, սա փորել են, թողել են։ Նկատել եք ամեն տարի նույն հատվածները փորում են։ Այո, համարյա նույն տեղը, ստեղից քանդում են, ընդերեն լցնում, ընդերից քանդում են ստեղ։ Նույն ճանապարհները ամեն տարի բերում են, քանդում են 2-3 անգամ, բարակ շերտով, հին ասֆալտը տանում են, մի թեթև ծուտ են խառնում, բերում են, գցում են նույն տեղերը, մի հատ շոկ անում, մի հատ ցուրտ անում, անձրև անում, նորից քանդվում է, նորից նույն պատմություն է։ Մեր նկարահանման պահին Սեբաստիա փողոցում հերթական քանդման աշխատանքներն էին ընթանում։ Շինխմբի անդամներից մեկն ի պատասխան Ազատության հարցի, թե ինչու է ասֆալտն ընդամենը 1 տարի դիմանում, ասաց. Այս տարի սաստիկ ձմեռ է, հիմնականում այդ եղել պատճառը։ Իսկ նախորդ տարիներին նորմալ է եղել։ Համեմատաբար այս տարվան նորմալ է եղել։ Հիմնականում որտեղ որ վնասված է, sense քանդրտված տեղեր կա, այդ մասերը վերանորոգել են, կանցնենք առաջ։ Փոսալցման աշխատանքներից հետո մոտ 3 տարի այս ասֆալտն այլևս վերանորոգման կարիք չի ունենա, վստահեցնում է մեր զրուցակիցը։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ պնդում է, որ ամեն տարի նույն հատվածում ասֆալտապատում չի արվում։ Ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են կախված փողոցի ֆիզիկական վիճակից, իսկ հիմնանորոգված հատվածներում շատ հազվադեպ։ Կապիտալ սարքած կառուցած փողոցում, նորոգված փողոցում կարող է տեղում ինչ-որ լինի գրունտի։ Մենք ստիպված ենք դա քանդել, նորոգել։ Տպավորությունն այն է, թե ասֆալտն էր անորակ։ Դա այդպես չէ։ Ընթացիկ նորոգումը կապված է որոշակի հատվածների վնասի հետ, բայց ամբողջությամբ փողոցը կրկնել, այդպիսի տպավորություն կարծում եմ թյուրընկալում է։ Թյուրընկալման խնդիր չկա, պնդում է Երևանի ավականու ընդդիմադիր անդամը։ Ասֆալտապատման հարցով թե քանի նամակ է գրել քաղաքապետին, Անահիտ Բախշյանը հաշիվն արդեն կորցրել է, բայց հիշում է վերջինը, որը 2016-ին ուղեց Մարգարյանին հարցնելով, որքան կարելի ամեն տարի քանդել ու նորից սարքել Աչրակունյաց պողոտան։ Ասում է, որակն այստեղ կասկածի տակ է դրվում ու հարց է առաջանում, ուր են գնում բյուջեից դուրս գրված միլիարդավոր դրամները։ Փաստը, որ անցյալ տարի արված ասֆալտը այս տարի նորից կարիք ունի ասֆալտելու, դա արդեն փոշիացած անարդյունավետ ծախս է ստացվում։ Մի տարվա համար ասֆալտ են անում։ Երևանի քաղաքապետարանի կայքեջից տեղեկանում ենք, որ 2017-ին ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 3 միլիարդ 756 միլիոն դրամ, որից 3,2 միլիարդը պետական բյուջեից։ Մրցույթը շահած 8 կապալառուներն այս տարի պետք է հասցնեն նորոգել ու կարգի բերել 470 փողոց եւ 870 բակային տարածք։ Կամո Արեյանը վստահեցնում է, աշխատանքները կատարվում են կարճ ժամկետներում ու արվում է ամեն ինչ բնակիչներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար։ Ազատության այն հարցին էլ, թե ինչպես է, որ որոշ փողոցներ օրերով մնում են քանդած ու չեն ասֆալտապատվում, Արեյանը պատճառաբանում է։ Որոշ դեպքերում անձրևի տեղումների պատճառով ընդհատվել են ասֆալտապատման աշխատանքները գիշերը, շարունակվել են հաջորդը։ Այդպիսի տևական քանդում 5-6 օր մենք չենք ունեցել։ Սա ասում եմ պատասխանատվությամբ 1-2 օրից ավել դեպքեր են եղել, որ եղանակները ինտենսիվորեն շարունակաբար անձրևներ են եղել, չենք հասցրել։ Մնացած դեպքերում, եթե հատվել է նախորդ օրը, ապա հաջորդ գիշեր այն ասֆալտապատվել է։ Շատ հետաքրքիր մի հանգամանք։ Երկարաձգվելու process-ը Երևանի քաղաքապետարանը կապում է նաև անձրևային եղանակների հետ։ Ժողովուրդ ջան, դուք Գագիկ Սուրենյանի հեռախոսի համարը չունեք, եթե չունեք հեռախոսի համարը, ասեք փոխանցենք այդ համարը։ 21-րդ դարն է եւ օդերևութաբանական ծառայությունները երբեմն նույնիսկ րոպեի ճշտությամբ ասում են երբ անձրև գալու, երբ եղանակը ինչպիսին է լինելու։ Հետևաբար այդ աշխատանքները պետք է համաձայնեցվեն, այսինքն ոչ թե համաձայնեցվեն, այլ հարմարեցվեն եղանակային պայմաններին։ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պնդմամբ Մաշտոցի պողոտան քանդված է արդեն 5 օր։ 3 ու նաև այսօր իր Facebook-յան էջի ուղիղ եթերներում քննադատելով քաղաքային իշխանության աշխատանքը, նա նշում է, որ ասֆալտապատման աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում, թերացումները շատ են։ Փաշինյանը չի բացառում նաև կոռուպցիոն ռիսկերը։ Քաղաքապետարանում էլ հակադարձում են Մաշտոցի պողոտայում գործը սկսվել է 2 շաբաթ առաջ եւ աշխատում են հատված առ հատված։